Ով խաղաղություն ունի այս աշխարհի մեջ, ով որ Հիսուսի ներկայությունն իր կյանքի մեջ, այո։ Նա խաղաղություն, ով Հիսուսի ներկայությունն իր կյանքի մեջ։ Երբ որ Հիսուս արդեն մեկնում էր այս աշխարհից համբարձման օրը, ինչ ասաց իր առաքյալներին գնալուց առաջ, իմ խաղաղությունն եմ թողնում ձեզ, որ այս աշխարհից չէ, եւ այս աշխարհը չի կարող տալ ձեզ, որպեսզի ինչ անեք, չխռովեք եւ ձեր սրտերն էլ չվախենան։ Ուրեմն, երբ որ դու Հիսուս ունես քո կյանքի մեջ, դու չես վախենում եւ աշխարհում ինչ որ կատարում է, դու չես խռովում։ Որտեւ այն ինչ որ գրված է այս գրքի մեջ մի օր պիտի կատարվի, չէ՞։ Մենք կլինենք ականատեսը, թե մեզանից հետոները կլինեն, բայց պիտի լինի այս ամենը։ Ուրեմն այս խաղաղությունը, երբ որ ունես քո մեջ, դու չես վախենում այս աշխարհից։ Երբ որ մեկը մահվան հանդեպ վախ իր մեջ հաղթահարում է, էլ ինքը ոչինչից չի վախում։ Երբ որ իրեն կչարախոսեն, կամ բան ասեն, սուտ կխոսեն, իրեն չի տարկում այլևս։ Ինքը գիտի իր նպատակը, որ Պողոս առաքյալն ասում է, հետևում թողած իմ անցյալը, ես նայում եմ առաջ, դեպի փրկություն։ Արդեն դու գիտես ուր ես գնում, ում համար ես գնում եւ ինչի համար ես գնում, եւ այս խաղաղության միջոցով էլ դու հաշտվում ես նաեւ Աստծո հետ։ Ուրեմն Քրիստոսի բերած խաղաղությունը քեզ հաշտություն է բերում Աստծո հետ։ Երբ Հիսուս վերադառնա, այն ժամ կատարյալ խաղաղություն կունենանք, չէ՞։ Ուրեմն կատարյալ խաղաղություն պիտի լինի Քրիստոս, երբ որ գա իր թագավորությունը հաստատի այս աշխարհի մեջ։ Քանի Հիսուս չի այս աշխարհի մեջ, մարդիկ են որոշում խաղաղություն ինչպիսին պիտի լինի, չի լինելու խաղաղություն։ Քանի մարդիկ Աստծուն հանում են եւ ուզում են իրենք աստվածներ դառնան, իրենք որոշեն ինչպես պիտի լինի, այս ժողովուրդը ինչպես պիտի ապրես, ազգի սահմանը որտեղ պիտի լինի, այս պետությունը պիտի լինի կամ չպիտի լինի, խաղաղություն չի լինելու։ Այդպես նաև ընտանիքի մեջ է, սիրելիներ։ Երբ որ ամեն մեկը որոշում է, որ ինքը պիտի ասի, այստեղ տան մեջ ես պիտի ասեմ, իմ ասածը պիտի լինի, ես այսպես եմ ուզում, այդ տանն էլ խաղաղություն չի լինելու։ Նույն բանը, սա փոքրը պետությունն էլ փոքրիկ ընտանիքների մեծ պատկերն, ինչպիսին ընտանիքներն են, այնպես էլ մեր պետությունն է, սիրելիներ։ Մեր աշխարհն է, ինչի մեջ որ մենք ապրում ենք։ Եվ միայն Քրիստոսով պիտի գա այդ խաղաղությունը հաստատի, եւ տեսեք, ասում են ինչպես խաղաղություն Հայր Աստծուց եւ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսից։